Բարի օր, սիրելի հայ ժողովուրդ։ Ուզում եմ խոսենք Նիկոլ Փաշինյանի պատերազմի, այս Եվրոպա կոչվող, Եվրոպա գնացող իբր հայրենասերների մասին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր, ասում էր, թե իբր Արցախի անունը որ տակ պատերազմ կլինի, Արցախից մի խոսեք Ադրբեջանից, բայց ինքը ինչ է անում, բերում է Զելենսկուն, այսինքն պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ։ Հայաստանը տանում է առճակատման Ռուսաստանի հետ, իր այս քայլով, Զելենսկուն Հայաստան բերելով, բոլորդ էլ գիտեք, եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան պատերազմի մեջ են։ Իսկ Զելենսկու այցը Ռուսաստանի դեսպանատան դեմ հակառուսական ֆոտոներ անելը, դա Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ է, հետևաբար Նիկոլը ասում էր սեպտեմբերին պատերազմ է լինելու, իսկ ում հետ է այդ պատերազմը լինելու, այսինքն Նիկոլը տանում է պատերազմի Ռուսաստանի հետ, հա, մեզ, դա է ուզում ասած լինել։ Տեսեք, իսկ իրականում այս հակառուսական քայլերը, այո, Ֆրանսիան, Եվրամիության որոշ պետություններ, Ուկրաինան կոնկրետ նպատակով են այստեղ հակառուսական քայլեր իրականացնելու, անկախ նրանից Հայաստանը ինչ վիճակում կհայտնվի, նրանց չի հետաքրքրում հայերի ճակատագիրը, նրանց չի հետաքրքրում, թե մեզ ինչ կանեն, ինչպես չէր հետաքրքրում Արցախի հետ ինչպես վարվեցին։ Այդ նույն Զելենսկին էր շնորհավորում Ադրբեջանին։ Այդ նույն Մակրոնի գլխավորությամբ այդ որոշակի եվրոպական պետությունների ղեկավարների հետ համատեղ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իսկ գիտեք Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմից որ խոսում էր, ինչի համար էր խոսում։ Իսկ գիտեք ինչու էր խնդրում, որ Եվրոպայից մարդիկ գան իբր թե հիբրիդային պատերազմ կա այստեղ։ Բացատրեմ ինչու։ Սա նույնիսկ եվրոպացիներին է խաբել, բերելով Հայաստան, որ իր համար քարոզարշավ անեն, քարոզարշավի համար է խնդրել, խաբել է, այդ աբաջան պապի կերծողները ամեն ինչի էլ ընդունակ են, նույնիսկ եվրոպացիքին են խաբելով բերել այստեղ, որ իրար հետ դաշնակահար նախագահ ունենք, դաշնակահար նախագահի հետ դաշնամուր նվագեն, Նիկոլը իր թմբուկը խփի, այս ամենը տեսել եք երևի, այսօր առավոտյան Նիկոլը թմբուկ էր խփում իր վարչաբենդ այդ հավաքածուով, Մակրոնին էին ներգրավել իրենց քարոզարշավի մեջ, վառ պատկերը, որ քարոզարշավ է իրականացնում Նիկոլը Եվրոպայի աջակցությամբ, այսինքն Եվրոպան միջամտում է, բերել են Եվրոպայի ներքաշել են, միջամտում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Իսկ այդ վարչաբենդ կոչվածը պարզ է, բոլորդ էլ գիտեք, որ քարոզչական հնարքի համար է ստեղծված, դհոլ, թմբուկ, սրտեր, ինչ իրավունք ունի Եվրոպայից մարդ բերի այստեղ եւ միջամտի մեր ներքին գործերին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությանը։ Իսկ ինչ էին համալիրում անում փակ դռների ետևում այս մարդիկ։ Ինչ էին ծրագրում։ Ծրագրում էին հակառուսական պրոցեսներ, գեներացնում էին հակառուսական պրոցեսներ, Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական այս վատ պայմաններում պատերազմի մեջ։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր աթոռի համար, Եվրամիությունը հակառուսական քայլեր իրականացնելու համար ամեն ինչի պատրաստ են։ Այո, Եվրոպային ձեռք է տալիս Հայաստանի վրա թքած ունեն, թե ինչ կլինի Հայաստանի հետ։ Այն սեպտեմբերյան պատերազմը Նիկոլ Փաշինյանը որ ասում էր, պատերազմ կլինի, պատերազմ բերողը հենց Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի Հանրապետությունում։ Պատերազմի պատասխանատուն միշտ իշխանությունն է լինում։ Չի կարող ընդդիմությունը պատերազմ բերել, ժողովուրդ ջան։ Իշխանությունը կարող է բերել խաղաղություն, կարող է բերել պատերազմ։ Եվ կարող է բերել կեղծ խաղաղություն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է, կեղծ օրակարգում ընտրական պրոցեսներին փորձում է գեներացնել իբր խաղաղություն։ Իսկ Մակրոնի այն հայտարարությունը, որ ռուսական զորքերը
Ներողություն, ռուսական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի իր սահմանները, իսկ Հայաստանի Հանրապետությունը այդքան հնարավորություն։ Իմ կապը ընդհատել, կապի խնդիր կար։ Այստեղ միակ ժողովրդի անվտանգությունից ելնելով ինչ կարող եմ ասել, քաղաքացու շահերը այնտեղ են, որտեղ Նիկոլ Փաշինյանը գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել երկրի ղեկավար ու հայ քաղաքացին ապրի խաղաղ պայմաններում, անվտանգ պայմաններում։ Հետևաբար մեկ բան է մնում Հայաստանի քաղաքացիներին անել, տեսնելով Արցախի մեր քաղաքացիներին, արցախցիներին, թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, իր եվրոպական գործընկերներից, այո, ոչ մեկ էլ ձեն չի հանել, ոչ միայն եվրոպական, ոչ մեկ էլ Արցախին չի պաշտպանել, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ղեկավար կոչվողը չէր պաշտպանում Արցախը։ Ինչու պետք է պաշտպանեին, եթե ինքը չէր պաշտպանելու։ Հիմա մեկ բան ունենք անելու բոլորով միասին, մերժել համատարած Նիկոլ Փաշինյանին, հեռացնել իշխանությունից, դիմացը ընտրություններ են, եւ պետք է բոլորդ գիտակցեք, որ այս ամենը, այս շոուները, այս եվրոպական շոուները, այս կեղծիքները, այս աբաջան կեղծողներին պետք է հեռացնել։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, գիտակցաբար մոտեցեք։ Ոչ մեկս էլ չենք ուզում ոչ մի, մենք բոլորս ուզում ենք մեր երկրի շահերի, մեր երկրի շահերն ենք ուզում, մեր երկիրն ենք ուզում լավ լինի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռուսամետացնել, ամերիկամետացնել, եվրոպացնել, ինքը թուրքամետ լինելով, չարաչար սխալվում են, հա։ Մենք հայամետ ենք, հայամետ եղել ենք, հայամետ մնալու ենք։ Մեր շահերից ելնելով, այո, աշխարհաքաղաքական պետությունների հետ պետք է համագործակցություններ ունենանք, բայց առաջին պայմանը, որ Հայաստանի շահերից պետք է բխի եւ չպետք է բխի այն կետը, որ թշնամացնենք մեկ պետության մոտիկ լինելու հաշվին, չպետք է թշնամացնենք հաջորդ պետությանը։ Դա իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է մոլորեցնել անդիմությանը կամ որոշ մարդկանց փորձելու է կապել, վայ, Ռուսաստան են դարձնելու, Ռուսաստան դարձնողն էլ է ինքը, թուրքամետ դարձնողն էլ է ինքը, մենք ոչ Ռուսաստան ենք դարձնում, ոչ Թուրքիա ենք դարձնում, ոչ Ամերիկա ենք դարձնում, ոչ Եվրոպա ենք դարձնում։ Հայաստան է մնալու ժամանակակից մեթոդներով, անվտանգությամբ, զարգացած տնտեսությամբ։ Մնացածը միֆեր են, որ հնչում է իշխանության կողմից, քանի որ նրանք վախենում են իրենց աթոռը կորցնելուց եւ պատասխան տալուց իրենց չարիք գործելուց, իրենց արածների համար պատասխան տալուց վախենում են այս մարդիկ։ Լավ եղեք, կոշկանեմ բոլորդ էլ այս ամենը ըմբռնումով մոտենակ, բացատրեք մեր քաղաքացիներին, որ ժամանակավոր այս կեղծիքը, այս իբր դաշնամուր նվագելը, թմբուկ նվագելը, դա նախընտրական քարոզչություն է, Գյումրիում բեմ հավաքելը, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը անում է պետական բյուջեի շնորհիվ, պետական ամբողջ ռեսուրսը ծախսելով, դա քարոզչական գործիքներ են, որը նաև հովանավորում է Թուրքիայի կողմից։ Այսինքն, ինչու եմ ասում Թուրքիայի կողմից, որովհետև այս քայլերը միայն Թուրքիային է շահավետ։ Թուրքիային շահավետ է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քանի որ նրանք դեռ աշխատանքներ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ անելու։ Թուրքիան, Ադրբեջանը նույնպես գիտակցում են Նիկոլ Փաշինյանը որ չլինի, չեն կարողանալու այլևս մեր հետ այդպես խոսել։